Ես իմ կյանքից կջնջեմ տվյալ մարդուն։ Ինչ որ մեկը ուզում է իր մասին ներկայացնի գոռա, հա, որ ես այստեղ եմ։ Այն վիճակն ա եղել, որ ասել եմ, «Всё, ես վաղվանից էլ չեմ աշխատելու, ինձ պետք է ես հանգիստ իմ համար ուզում եմ ապրեմ»։ Նոր հայելի podcast հաղորդմանը նստած եմ ու ինձ ասեցին beauty ոլորտից, ինչ լավ մասնագետ կառաջարկես, որ լինի հաջորդ մեր հյուրը։ Ուզում ես, որ քո պատմություններն լսեն։ Նոր հայելի podcast-ը պատրաստ է ընդունել ցանկացողներին։ Սա հիանալի հնարավորություն է ձեր պատմությունը, փորձը կամ գաղափարները լսելի դարձնելու համար։ Գրեք մեր էջին մասնակցության պայմաններին ծանոթանալու համար։ Իդեպ, Նոր հայելի podcast-ը բաց է նաև հովանավորների հետ համագործակցության համար։ Բարև ձեզ, ես Մարիամ Ղարիբյանն եմ եւ դուք դիտում եք Նոր հայելի podcast-ը։ Այսօր իմ հյուրը Կարինա Պետրոսյանն է, ով իր փորձով եւ անցած ճանապարհով իր տեղն է ստեղծել մատնահարդարման ոլորտում։ Բարև Կարինա, եւ միանգամից տամ քեզ առաջին հարցը։ Այսօր քեզ շատերը արդեն ճանաչում են որպես կայացած մատնահարդար, կուզեմ խոսենք քո ճանապարհի սկզբից, ինչպես սկսվեց քո ճանապարհը։ Ողջույն Մարիամ ջան, շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրեցիր։ Ես մեծ սիրով քո հետ կզրուցեմ այս բոլոր թեմաներով։ Ինչպես սկսվեց։ Հետաքրքիր է, բայց ես ոչինչ չէի պլանավորել եւ միամիտ ստացվեց այս ամենը։ Շատ էի սիրում մատնահարդարումը, այսինքն ավելի շատ սիրում էի նկարչությունը, քանդակագործությունը եւ չգիտեի որտեղ այդ ամեն ինչը միքս էի գտնում էի ինձ անընդհատ սենց գցում է ինձ այս ոլորտից, այն ոլորտ, պատկերացրա ամեն ոլորտի մեջ ինձ փորձել եմ։ Օրերից մի օր ուղղակի հասկացա, որ ես սիրում եմ մատնահարդարումը ու ամեն ինչ իրականում միքսեցի դրա մեջ։ Քանդակագործությունը միքսեցի այն առումով, որ եղունգի ոչ ամբողջական վիճակը կարողանում եմ այդ պահին շտկեմ։ Նկարչությունը միքսեցի, որովհետև եղունգների վրա ես կարողանում էի նկարել այն, ինչ ցանկանում եմ, հա, այսինքն պարտադիր չէր ինձ համար կտավ, որ ես նկարեի, ես այդ ամեն ինչը ինձ ռեալիզացնում էի եղունգների մեջ։ Եվ մի օր որոշեցի այդ ամեն ինչը վիդեոյով նկարել։ Ես եղել եմ այն առաջիններից, ով որ վիդեո հոլովակով ներկայացրել է իր աշխատանքը։ Եվ այո, եթե կլինեն մարդիկ, որոնք կկասկածեն իմ ասածի վրա, ես կարող եմ փաստել այդ ամենը իմ Instagram-յան, Facebook-յան վիդեոներով, որովհետև ես 19 թվականից վիդեո հոլովակներով ներկայացնում եմ։ Այն ժամանակ քիչ էր դա, նկարներ էին հիմնականում ու նկարներ, որոնք որ քաշած էր Pinterest-ից։ Վիդեո չկար եւ ես ստավկան դրեցի հենց դրա վրա։ Ես ուղղակի մի օր հասկացա, որ հաճախորդը չի վստահում ոչ մեկին։ Նայում են նկարներ եւ չեն հավատում։ Գնան տվյալ մասնագետի մոտ, թե ոչ։ Ինչպես լուծել այդ խնդիրը, ինչպես անել այնպես, որ հաճախորդը ընտրի քեզ հազարավոր մասնագետների միջից։ Տեղադրեցի վիդեո, որը շատ մեծ արձագանք ստացավ եւ ես հասկացա, որ դեն եմ նետում բոլոր նկարները, ես տեղադրում եմ միայն վիդեոներ։ Հետագայում արդեն մի քիչ զարգացրեցի իմ նկարները, նկարահանումները, որովհետև անում էի դոյի պոսլը, այդ ես հասկացա, որ ավելի է հետաքրքրում մարդկանց եւ տենց սկսեցի ավելի ինքսին վրա աշխատել ու զարգանալ։ Իրականում ի սկզբանե ես ինքս էլ քո մասին, այսպես ասած, իմացել եմ քո էջերից, դեռ այն ժամանակ, երբ որ դու նկարում էիր դոյի պոսլին։ Ու ուզում եմ այդ մասին էլ պատմես, երբ որ սկզբում ճիշտ շեշտեցիր, առաջինն էիր, ով նկարում էր վիդեոները, ինչ արձագանքներ էիր ունենում, ինչ արդյունք ունես այսօր, այդ տարբերության մասին խոսենք։ Ես իմ էմոցիաները հիշում եմ շատ լավ։ Իրականում շատ վատ կոմենտարիաներ եմ ստացել, որովհետև այն ժամանակ մի տեսակ աուդիտորիան էլ պատրաստ չէր այդ ամեն ինչին ու մանավանդ TikTok-յան հարթակում ես ստանում էի մի ահռելի թվով կոմենտարիաներ եւ լավ եւ վատ։ Հիմա ուրիշ է, հիմա լրիվ փոխվել է եւ մարդիկ թեկուզ տեսնում են վատը, անցնում են, որովհետեւ որոշ չափով հոգնել են կոնտենտներից, բայց այն ժամանակ նորություններ եւ բուրներ ընկալվում։
Երբ որ անում էի դոյի պոստլը, միշտ նշում էի, որ աշխատանքը իմը չէ, եւ դա էր առաջացնում մեծ աժիոտաժ, որովհետեւ մարդիկ ասում էին ինչի ես նկարում ուրիշի աշխատանքը։ Իրականում ես երբեք չեմ շեշտել անուն եւ երբեք չեմ ասել ինչու են այսպես աշխատել, հա, ինչի են այսպես արել, ինչի են գումար վերցրել, ոչ։ Ես նման կոնտենտ երբեք չեմ վարել։ Ես ուղղակի ցույց եմ տվել նախքան իմ ոնց որ վոլշեբնի մատիկների հպումը եւ հետոն թե ինչից ինչ կարող է դառնալ։ Այո, դա օգնեց, որ իմ կոնտենտը ավելի արագ զարգանա, ես հավաքեմ շատ մեծ քանակությամբ հետևորդներ, որովհետև մարդկանց հետաքրքիր էր դա, իրանք ուզում էին տեսնեին շարունակությունը, ինձ գրում էին, անընդհատ հարցեր էին տալիս, սա ոնց ինչու հետ չգնամ ժամանակի մեջ եւ չհիշեմ, որ այն ժամանակ մատնահարդարման հետ կապված շատ քիչ էր ինֆորմացիան։ Ոչ մեկ ոչ մի բան չգիտեր։ Օգտագործում էին ակրիլ, օգտագործում էին գել, ու այդ գելն էլ իտո չգիտեին ոնց օգտագործեն, ու դրա պատճառով էլ ստեղծվում են մի հատ քաոսային իրավիճակ։ Բազմաթիվ աղջիկներից գրում էին, այս ոնց է կարեբ, այս ոնց է հասարակ դիզայնը, որ ես տեղադրում էի էջում, մի հատ բում էր առաջացնում, որովհետև մարդիկ չգիտեին այդ դիզայնը ինչպես է կատարված։ Իսկ հիմա ոչ մեկին չզարմացնի, որովհետև մենք անընդհատ այդ ամեն ինչը պոստում ենք։ Բացի պոստելը, նաև դու այն մասնագետներից մեկն ես, ով որ մշտապես անցկացնում է վերապատրաստումներ, սեմինարներ, այսինքն դուք ինքներդ սովորացնում եք այդ ամեն ինչը ավելի գեղեցիկ եւ ճիշտ մատուցել։ Կարինե ջան, իսկ ես խոսեցի սեմինարների հետ կապված, գաղտնիք չէ, որ հիմա ոլորտի լավագույն մասնագետներից մեկը դու ես։ Կհիշես այն պահը, երբ դու զգացիր, որ մեկ քայլ առաջ գնացիր, այսինքն մատնահարդար Կարինան դարձավ արդեն դասավանդող, սեմինարներ անցկացնող։ Ուզում եմ հիշեմ այդ պահը։ Ամեն ինչ այնքան պլավնի է եղել, հիմա ես ուզում եմ կներեք ինձ իրականում ռուսերեն բառերի համար, որովհետև 100% հայերեն գրական չեմ կարողանում խոսել, ռուսական ընտանիքում եմ մեծացել, կուզենամ սա նշեմ, որովհետև շատ մարդիկ մտածում են ես ինադո եմ, տենց ռուսերեն բառեր օգտագործում, սահուն, հիշեցի, ամեն ինչ շատ սահուն է անցել, երբ որ ես աշխատում էի, այսինքն սպասարկումով էի միայն զբաղված, աշխատում էի տանից, սպասարկում էի առավոտի ծիրիկուն, երբ եկավ մի հատ ցենց կետ, շեմ, երբ ես ասեցի ստոպ, կամ ես ու իմ կյանքում միշտ այդպես է եղել, ես երբ ասել եմ ստոպ, իմ մոտ եղել է զարգացում, մի հատ արտահայտություն կա, ես շատ եմ սիրում այդ արտահայտությունը, ասում է ճգնաժամը բերում է զարգացման, ես ասեցի ստոպ և այդ ստոպը ես իմ կյանքում ասել եմ 3 անգամ, երբ որ այդ պահին ես ասեցի ստոպ, ասեցի կամ շարունակում եմ իմ սեփական սրահում, կամ այս պահից սկսած ես էլ չեմ սպասարկում, ես վստահ էի իմ ուժերի վրա, ոչ, վստահ չէի, այսինքն վստահ էի որպես մասնագետ, բայց ես չգիտեի, ես կկարողանամ այդ ծանրաբեռնվածությունը իմ ուսերի վրա տանեմ, թե չէ, որովհետև ես ունեի փոքր երեխա, նոր էր ծնվել նա, այսինքն այն տնից դուրս գալու պահը ամեն մասնագետի համար մի փոքր լարվածություն է, հա, կարողանամ արդյոք աշխատել մենակով, ես մոտավորապես 1 տարի եղել եմ այն փուլում, որ կարոտում էի տան աշխատելու օրերին, որովհետև դժվար էր, ամեն օր երեխայի հետ կապված բոլոր խնդիրները լուծել, գնալ աշխատանքի եւ գալ տուն։ Իհարկե ինձ շատ է օգնել իմ ամուսինը այդ հարցում, որը րոպե եթե ուներ ազատ, ապա զբաղվում էր երեխայով, որտեղ ինքն էլ աշխատում է պետական հաստատությունում ու չէր կարող երբ ուզեր աշխատանքից դուրս գար։ Երբ որ բացեցի իմ փոքրիկ ստուդիան, ինչի որոշեցի զբաղվեմ դասավանդումով, որովհետև մինչև ստուդիա բացելը ինձ արդեն իսկ գրում էին շատ աղջիկներ, որոնք ուզում էին ինձ մոտ սովորեին։ Բայց արի ու տես, երբ որ ես ստուդիան բացեցի, մոտավորապես 10 գրանցված աղջիկներից
ոչ մեկ չպատասխանեց։ Չգիտեմ ինչներ այդ ժամանակ պատճառը, միգուցե ուշացրեցի զանգելը իրանց, հա, իրանք արդեն սովորեցին ուրիշ տեղ, չնայած որ հետո նույն աղջիկները ինձ զանգում էին, ասելով որ փոշմանել ենք, որ ձեր մոտ չենք եկել եւ կրկնակի եկան ինձ մոտ սովորելու, բայց իմ մոտ այդ պահին եղավ մի հատ sense փոքրիկ անկում, հա, sense նեղվեցի ես, մտածեցի որ ամեն ինչ սուտ է, ոչ մեկին պետք չի հավատալ եւ նման բաներ։ Առաջին խումբս, որը վերցրեցի, եղել է 3 հոգանոց խումբ եւ հենց առաջին խմբիցս ես ընտրեցի աղջիկ, որ մնաց ինձ հետ աշխատելու։ Եվ այդտենց փոքր քայլերով մեծացրեցի իմ ստուդիան։ Եղել է այնպես, որ մեծ գումարներ եմ ներդրել, տեղափոխվել եմ մի ուրիշ ստուդիա, որի սեփականատերը ուղղակի անարդար կերպով որոշել է, որ պետքա արենդան կրկնակի թանկացնի, երբ որ 2 հարկը ես էի վերանորոգել, կահավորել եւ ստել էր ինձ, որ այնտեղ հոսանքների հետ ամեն ինչ լավ է, պարզվեց լավ չէր, մենք ձմեռը ամբողջ ձմեռը այնտեղ սառեցինք, անգամ պահ կար, որ ուզում էի բիզնեսը փակեի, պատկերացրեք աշխատողներ, հաճախորդներ, ու դու չգիտես ինչ անես։ Ողջույն, այսօր խոսելու ենք Best Friends Tour տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Բաբայանի հետ։ Դավիթ ջան, ողջույն։ Ողջույն։ Ուզում եմ մի քանի բառով ներկայացնես տուրիստական ընկերության պատմությունը, ինչպես հիմնադրեցիր եւ ինչ առաջարկներ ունեք։ Նախ ասեմ, որ ընկերությունը հիմնադրվել է 9 տարի կլինի արդեն, այս տարի օգոստոսին։ Հոբից դարձավ հաճելի աշխատանք եւ արդեն սիրված աշխատանք։ Անունն էլ պատահական չենք ընտրել, Best Friends Tour, լավագույն ընկերների տուր։ Մեր կարգախոսն էլ հենց այդպեսին է, մեզ հետ գալով մեկ անգամ տուրի դառնում եք մեր լավագույն ընկերը։ Կներկայացնեք նաեւ ինչ ուղղություններով եք տուրեր կազմակերպում։ Ամբողջ Հայաստանի տարածքով ունենք տուրեր, բացառապես ամբողջ Հայաստանի տարածքով, Սյունիքից սկսած մինչև Լոռի, բոլոր մարզերով, քայլարշավներ, գաստրո տուրեր, նաև Վրաստանի տարածքում ունենք հետաքրքիր եւ տարբերվող էքսկուրսիոն ծրագրեր, հայկական պատմամշակութային կոթողներն ենք այցելում Վրաստանի քաղաքները, բացահայտում ենք հին հայկական մշակույթը։ Նաև այս տարվանից սկսած ունենք դեպի Եվրոպա խմբային տուրեր, հունիս ամսին նախատեսվում է Հունգարիա եւ Ավստրիա խմբային առաջին մեր տուրը։ Վստահ եմ մեր հետևորդներին կհետաքրքրի առաջարկը, կներկայացնեք նաև ինչու հենց ձեզ պետք է ընտրեն։ Իհարկե ընտրության հնարավորությունը շատ մեծ է։ Փորձում ենք ավելի մտերմիկ միջավայր ստեղծել տուրերի ընթացքում, որպեսզի նրանք եւս մեկ անգամ վերադառնան մեր տուրերին։ Բացի ստանդարտ սովորական տուրերից, մենք առաջարկում ենք նաև գաստրո տուրեր, նաև եւ տուրիստների եւ տեղացի մեր զբոսաշրջիկների համար։ Ես ինքս մասնագիտությամբ խոհարար լինելով հաճախակի նրանց համար տուրի ընթացքում պատրաստում եմ ուտեստներ եւ իհարկե համերգ տուրեր ենք ունենում եւ Հայաստանի տարածքում եւ արդեն Հայաստանից դուրս Վրաստանի տարածքում հիմնականում առաջիկա ամիսներին նախատեսվում է 3-ից ավել համերգ տուրեր Վրաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն շատ Դավիթ ջան, որ ներկայացրեցիք։ Շնորհակալ։ Ավելացնելու ինչ-որ բան ունեք։ Այո։ Միացեք մեր տուրերին, դարձեք մեր լավագույն ընկերը։ Առաջին սեմինարը առաջարկ ստացա գոլեգաներիս կողմից, 4 գոլեգայով ենք անցկացրել սեմինարը, Հայաստանում նորություն էր, որովհետև այդ պահի դրությամբ անցկացվում էին սեմինարներ, բայց ավելի փոքր մասշտաբներով, հա 20-30 հոգանոց խմբերով։ Այդ անգամ որոշեցինք անցկացնել մեծ սեմինար։ Եվ այդ սեմինարը այնքան մեծ տարածում գտա, որ 2 օր իրար հետևից արեցինք եւ 600 հոգի մարդ եկավ։ 600 հոգին Հայաստանի համար շատ մեծ թիվ էր եւ եթե մենք ուզենայինք երրորդ օրն էլ կբացեինք, որովհետեւ այդքան ցանկություն կար աղջիկների կողմից մասնակցելու։ Բայց այդ պահին ոնց որ sense մի հատ ալիք լցվեց, ավելի որպես դասավանդող մասնագետ ճանաչվեցի, հա, ես ճանաչված էի որպես սպասարկող մասնագետ, բայց որպես դասավանդող ոնց որ եղավ այդ սեմինարների սկիզբը։ Սեմինարը անցկացրել ենք 4 մասնագետներով։
Գայա Այվազյանի, Էմմա Քերոփյանի, Սիրան Հարությունյանի եւ իմ մասնակցությամբ մոտավորապես 10 ժամ տևել է ամեն օրը։ Կարինա, տես, դու խոսեցիր բարդությունների մասին եւ վերջում ավարտեցիր խոսքդ այն հաջողություններով, որին հասել ես հենց այդ բարդությունների շնորհիվ։ Իսկ այդ ճանապարհին, այդ բարդ փուլերի ընթացքում եղել է պահ, որ դու պարզապես ուզել ես թողնել մասնագիտությունդ։ Իհարկե եղել է։ Քանի պահը եկել է, կարող եմ պատմել մի հատ այդ ամենացավալին երևի, ես չեմ կարողանում բաց թողնեմ այդ թեման, եղել է այդ սրահի հետ կապված։ Բայց ես հիմա երբ որ հետ եմ գնում, շնորհակալ եմ յուրաքանչյուր մարդուն, որ եղել է իմ ճանապարհին, որ թեկուս ինձ վատություն են արել, որ այսօր ես ունեմ իմ սեփական սրահը։ Եվ որ ես 10 օրեկան երեխային ձեռքերիս 10 օրեկան վիրահատված ուզում էի ուղղակի հիվանդանոցից դուրս էի գրվել, ինձ իմ տարածքի տերը կանգնեց ասեց պետքա կամ դուրս գաս կամ ինձ վճարում ես 850,000 դրամ, համարյա 1 միլիոն են ժամանակ, ես հիմա վճարում եմ դրա կրկնակին իմ տարածքի համար, դա իմ համար խնդիր չի, բայց այն պահի դրությամբ, երբ որ երեխաս նոր էր ծնվել եւ ես կիսով չափ չէի կարող աշխատել, դա մեծ խնդիր էր բիզնեսի համար։ Եվ ես այդ պահին այնքան էմոցիոնալ ծանր վիճակում էի, շատ, ես չեմ կարա հիմա իմ էմոցիաները նկարագրեմ, որովհետեւ երևի մենակ մամաները կհասկանան, ովքեր որ նոր են երեխա ունենում, թե ինչքան դժվար է կողմնորոշվել այսօր դու ոնց պետքա ապրես, ոնց պետքա շարունակես քո կյանքը բիզնեսի մեջ, որտեվ անձնական կյանքը մեկա տուժվում է, որովհետեւ եթե դու բիզնեսի մեջ ես, ուրեմն եւ երեխատ, եւ ամուսինդ ինչ որ մի կետում տուժվելու են։ Ու պլյուս նրա գալիս է սենց մեծ խնդրեմ։ Ես տարածքը ուզում եմ ոնց որ իմ ոտքերի տակից գնում է, հա, ես համարյա կորցնում եմ, ես ունեմ 10 աշխատող, որոնց ես չեմ կարա պրոստը գամ ասեմ ու դուք վաղվանից աշխատանքի չեք գալիս։ Իմ համար շատ ծանր փուլ էր, որ ես իմ փոքր երեխայի հետ ամբողջ Երևանով ընկած տարածք էի ման գալիս, շատ արագ, որ 15 օրում ես պետքա տեղափոխվեի, 2 հարկանի մեծ սրահը պետքա տեղափոխեի ու վերանորոգեի այդ սրահը ու նորից կահավորեի։ Փառք Աստծո հաղթահարեցի ես այդ փուլը։ Առավոտից իրիկուն տանջվեցինք եւ գտանք տարածք։ Իհարկե տարածքը, որը գտանք իմ սրտով չէր։ Էդի երկրորդ ուդարն էր, որը ես ստացա։ Կիսանկողային տարածք էր, ամեն ինչ կար, Փառք Աստծո մաքուր էր, ջեռուցումը ունեինք, կարող էինք աշխատել, հա, տերերը շատ լավ մարդիկ էին, ամեն ինչ արեցին, առաջին ոնց որ անհրաժեշտ ամեն ինչ արեցին, որ մենք սկսենք աշխատել, բայց իմ համար շատ մեծ ծանր ուդար էր, որ ես պետքա ուղղակի ես չգիտեի, հա, ես ընդհանրապես մեկ օրվա ընթացքում իմացել եմ, որ ես պետքա 2 հարկանի մեծ սրահը 10 օրվա ընթացքում տեղափոխեմ ուրիշ տեղ։ Տեղափոխվեցի եւ 2 տարի աշխատեցի այդ տարածքում։ Շնորհակալ եմ այդ տարածքին, որովհետեւ շատ բարի տարածք էր, շատ դրական։ Ես ընդեղից ամուսնացրեցի 3 հարսիկ։ Հարսի շորով մեր տարածքից աղջիկները գնացել են։ Մենք ունեցանք 3 երեխաների ծնունդ, բայց ես մեկը այնտեղ ինձ չէի գտնում, որովհետև դա իմը չէր, ինձ համապատասխան չէր։ Ու ես այդտեղ էլ ասացի ստոպ։ Ասացի կամ ես ունենում եմ իմ սեփականը, կամ ուղղակի փակում եմ իմ գործունեությունը։ Իսկ ո՞րն է այն ուժը, որ այսքան դժվարությունների միջով անցնելուց հետո դու այստեղ ես ու այստեղում։ Մեկ-մեկ ես էլ եմ զարմանում։ Իրականում ինձ մեկ-մեկ ասում են դու այնքան ուժեղ ես, այնքան ուժեղ ես։ Սենց որ կողքից նայում եմ, ասում եմ վրոզի բես սովորական մարդ եմ, բայց հետո որ անցած ճանապարհս վերլուծում եմ, ասում եմ չէ, всё ուժեղ եմ, որովհետև եւ որ ես կարամ այսօր ինչ որ մի թեմայի շուրջ շատ
մեծ ապրումներ ապրեմ, հա, ասենց ծանր տանեմ, ամբողջ գիշեր չքնեմ, իմ հոգին մեջից ծարանա, ինձ կրծի, բայց ես ուղղակի առավոտյան վեր կկենամ ու կասեմ շատ կներեք, բայց ես ումից եմ պակաս եւ բոլորին ուղղակի իմ ճանապարհից ենկոն կտանեմ։ Իհարկե լավ իմաստով, հա, չեմ ասում ինչ որ մեկին վատություն կանեմ, բայց ես ուղղակի նենց կանեմ, որ այդ մարդը իմ ճանապարհից ուղղակի ես իմ կյանքից կջնջեմ տվյալ մարդուն։ Ասում եմ, եթե ուզում ես ամենաուժեղ ձևով մարդուն նեղացնես, ուղղակի իր վրա ուշադրություն մի դարձրա։ Ու դա տենց է։ Կարինա, վստահ եմ, որ քո ուսանողներից շատերը կհետևեն այս ոդքասթին եւ իհարկե ինչու ոչ բյութի ոլորտի այլ մասնագետներ, ովքեր հիմա անցնում են այդ դժվարությունների միջով, թող սա լինի ձեզ օրինակ, որ հենց դժվարություններն են մեզ կերտում եւ դարձնում ուժեղ մասնագետ։ Եվ անդրադառնալով կրկին սեմինարների հետ կապված, սեմինարներ, դասընթացներ անցկացնելով հատկապես ինչ ես ուզում փոխանցես մասնագետներին։ Հիմա շատ են տեխնիկաները, խճճվել են բոլորը։ Ամեն օր դուրս է գալի մի նոր տեխնիկա։ Կներեք արտահայտությանս համար, բայց ինչ որ մեկը ուզում է իր մասին ներկայացնի գոռա, հա, որ ես այստեղ եմ։ Ինքը կարող է ասի, ես ունեմ հատուկ տոպ քսելու տեխնիկա։ Դա արդեն ծիծաղելի է, որովհետև բոլորս գիտենք բազան ինչպիսին է, բոլորս էլ այդ բազայից ենք սկսել աշխատել եւ բոլորս էլ այդ բազայից ենք հանել այս կամ այն տեխնիկան։ Ստեղծել տեխնիկա, ինչ որ հետաքրքիր ֆրեզա արտադրել, ինչ որ հետաքրքիր մկրատ արտադրել, որով կկտրես դու քո յուրահատուկ ձևով, դա ուրիշ է, հա, բայց նույն գելը կամ նույն տոպը վերցնել եւ ասել, որ ես ունեմ հատուկ, չգիտեմ, այս ձևի կամ այն ձևի տանել, բերել, բայց իտոգում ստանա նույնը ոնց դու ես ստացել կամ քո հարևանի աղջիկը, դա արդեն ծիծաղելի է։ Ես ցույց եմ տալիս այն տեխնիկան, որով այսօր պետք է աշխատի մասնագետը, կիրառելի տեխնիկաներ եւ հեշտ։ Հանած ավելնորդ այն ջուրը, որը այսօր լցնում են բոլոր ուսանողների մեջ։ Օրինակ այսօր ես ունեցել եմ մի աղջիկ մոտս ուսանող էր 4 օրվա կուրս է վերցրել, սովորել է 2 ամիս։ Ես չգիտեմ 2 ամիս ինքը ինչ է արել ինչ որ X տեղում, ես երբեք չեմ բարձրաձայնի անուններ, հա, դասավանդող մասնագետների, բայց ընդամենը 4-րդ օրն է, որ ինքը գալիս է եւ նկատելի արդյունք է, այն աստիճան նկատելի, որ այդ մարդը ես իրան չեմ հարցնում, ինձ պարտադիր չի ես իրան հարցնեմ, ասեմ, ինչ կա, ինչ բան է, լավ է, հա, մոտիվացվել ես։ Ինքը իր բերանով գալիս, ասում է, գիտեք, այնքան ինքնավստահություն կա մեջս։ Всё, ես սա գնում եմ աշխարհը գրավեմ։ Դրանից ավել էլ ինչ է ինձ պետք։ Տեխնիկայի առումով հասկացա, իսկ մոտիվացիայի առումով շեշտեցիր մոտիվացիան, հատկապես ինչն է, որ ինչով ես մոտիվացնում։ Շատ մեծ հիասթափություն ունեցել եմ հաճախորդների կողմից, մանավանդ երբ սկսնակ ես լինում, քեզ լյուբոյ մարդու հոգեբանությունն է դա։ Երբ որ մարդը տեսնում է, որ իր առջև նստած է սկսնակ մասնագետ, անկախ իրանից ուզում է ինքնահաստատվի։ Ես այդ փուլն եմ անցել, արդեն հաստատվել եմ, այդ փուլն եմ անցել, երբ որ դեռ հաստատման փուլում էի, շատ հիասթափություն ունեցել եմ, այն վիճակն ա եղել, որ ասել եմ, всё, ես վաղվանից էլ չեմ աշխատելու, ինձ պետք է ես հանգիստ իմ համար ուզում եմ ապրեմ, բայց իրանից հետո եկել է մի հատ ուրիշ հաճախորդ, որ այնքան դրական լիցքեր ա հաղորդել, մոռացել եմ այդ նեգատիվը։ Ուզում եմ ասել, միշտ իմացեք, որ միշտ բացասականից հետո գալիս է դրականը եւ ջնջում է այդ ամեն ինչը։ Ինչ ուզում ա լինի, մեր ուղեղը այդպիսի կառուցվածք ունի։ Նա ջնջում է վատ էմոցիաները, թողնելով միայն լավը։ Դա պատահական չի։ Եթե մեր ուղեղը այդպիսի հետաքրքիր կառուցվածք չունենար, մենք այսօր կգժվեինք։ Դրա համար ես միշտ աշխատում եմ հիշեմ լավը, թեկուզ այն վատ մարդկանցից ես խաղել եմ դասեր։ Եղել է ինձ մոտ մի հատ դեպք, երբ հաճախորդը ես 6 ամսական հղի էի, հաճախորդը եկել է, ուզում է երկար, այնքան լավ եմ հիշում այդ դեպքը, չեմ կարողանում մոռանալ, եկավ ուզեց երկար եղունգներ։
Այն ժամանակ նիժնի ֆորմաներով էինք կառուցում, ներքին կաղապարներով, տեղադրեցի, գելով մոդելավորումը արեցի, ժամանակ տենց արագ չէինք աշխատում, որ ամբողջ գործընթացը անեինք 1.5 ժամում եւ վերջացնեինք։ Մենակ մի ժամ գել եմ դրել։ Հետո մի 30 րոպե խարտել եմ։ Երկար բալերինա ֆորմայի եղունգներ։ Հետո ասեց սպիտակ եմ ուզում քսեմ, քսեցի, էդ էլ եւս կես ժամ։ Հետո ասեց մի մատը քար ենք անում, մի մատը փոշի ենք լցնում, փայլուն։ Մի մատն էլ ֆտիրկա ենք անում, մի խոսքով, ասենց մի հատ full պակետ էր ուզում, արեցինք։ Հետո որ այդ ամեն ինչ արեցինք, վերջացրեցինք, ես էլ ոնց որ նոր սկսնակ է, ես չէի կարողանում հիմիկվապես ասեի, գիտեք ինչ կա, ուրեմն կվճարեք ինձ եղակին, որովհետև դուք ինձ տանջել եք, հա, այսքան։ Կարճացնենք, երկար է իմ համար։ Կարճացրեցի, ֆորման փոխեցինք, այսինքն եւս 40 րոպե աշխատեցինք։ Նա գնաց, ու ինքը որ գնաց, ես ասացի, ես հաճախորդը հետ է գալու, բայց ես արդեն իսկ իրա ներկայությունից այնքան վատ էի, չէի ուզում որ էլ իրան տեսնել։ Գնաց, ուղիղ կես ժամ հետո հետ եկավ։ Բա գիտես, ես նայեցի լույսի տակ, ես ամեն դեպքում ուսուցչուհի եմ, այս քարիկները ինձ կխանգարի։ Մեկ էլ այս սպիտակը որ քսել ես, մտածում եմ որ կարող եմ մի 2 տոն բաց լինի, ինչ որ երևի թափանցիկ էֆեկտ էր ուզում ստանալ, ոչ թե սպիտակ։ Ես բոլոր եղունգները հեռացրել եմ էլի, նորից այդ աշխատանքը կատարել եմ, այսինքն եղակի էլ, քառակի էլ ես այդ եղունգների վրա աշխատել եմ, ես արդեն ինձ լավ չեմ զգում, իմ ներվային համակարգը արդեն նապրիդել է այդ վիճակում, մի կերպ ես իրան ճանապարհել եմ ու երթվածել եմ ինձ, որ ես էլ իրան ընդհանրապես չեմ ընդունելու, որովհետև իմ առողջությունը ավելի կարևոր է։ Իրանից հետո վատացել եմ, որովհետև անհնար է տվյալ հաճախորդից հետո չվատանալ։ Ասել եմ, էլ չեմ ուզում, вообще ոչ մեկին տենամ, ոչ մեկին սպասարկեմ։ Ինձ 24 ժամ պետք էր, որ ես էլի ոնց որ հետ գայ այդ ամեն ինչից, բայց հաջորդ հաճախորդը եկավ ու ես իրան մոռացա։ Նա գրեց ինձ, ես իրան չընդունեցի եւ այդքանով իմ սիրտը հանգստացավ։ Եղել է նաեւ այնպես, որ ինձ խաբել են ինչ առումով, օրինակ շատ տհաճ իրականում իրավիճակ է գալ մանիկյուրի, խաբելով որ գումարը կուղարկեմ, հիմա չունեմ, դու համաձայնվում ես, հետո գնում ասում են ախպերս ա մահացել կամ մամաս ա մահացել։ Ու դու հետո տեսնում ես էլի, որ համ ախպերն ա ողջ, համ մաման ա ողջ։ Էդ էլ եմ ես տեսել։ Իրական դեր շեշտեցիր, որ մեր կյանք գալիս են եւ դրական մարդիկ եւ բացասական, բայց մի բան փաստ է, որ ոչ մեկ հենց այնպես չի հայտնվում մեր կյանքում։ Մեկը հենց օրինակը են, երբ որ դու այդքան դժվարությունները հաղթահարելուց, անցնելուց հետո, վատանալուց հետո քո ուղեղը բերեց քեզ այն կետին, որ դու կարող ես հաճախորդից հրաժարվել, բայց այս ամենից հետևություն, որ դու սովորեցիր հաճախորդից մերժել, այսպես ասած։ Այո։ Մեկ-մեկ պետք է ասել ոչ։ Ճիշտ է, սպասարկման մեջ ասում է կլիենտ всегда прав, բայց երբեմն պետքա թույլ չտաս, որ քեզ ուղղակի օգտագործեն։ Հաճախորդը ճիշտ է միայն իր ընտրության մեջ, այսինքն եթե անգամ հաճախորդը ուզի մի բան, որը մենք գտնենք, որ դա իրան չի սազում կամ դա իր մատերին համապատասխան չի, բացատրենք, այսպես ասած, ու այդ ամենից հետո հաճախորդը միևնույն է անի իր ընտրությունը, նա ճիշտ է իր ընտրության մեջ։ Բայց պահվածքի մեջ, դա այսպես ասած մարդկային վերաբերմունքի մեջ, էթիկայի կանոնների մեջ կապ չունի մարդ հաճախորդ է, ընտանիքի անդամ է, փողոցում քայլող մարդ է։ Համաձայն եմ։ Ես սպասարկման ոլորտում եմ արդեն համարյա 15 տարի եւ այնքան բան եմ տեսել։ Էլ սկանդալ սալոնում օրինակ, որ 10 ֆրենչից մեկը 1 միլիմետր հաստա։ Գույնը, օրինակ, սրահում ուրիշ գույնա, բնական լուսավորության մեջ ուրիշ գույնա, ուզում են փոխեն։ Կան այդպիսի բծախնդիր մարդիկ։ Քո համար դեղինա, մասնագետի համար բաց կանաչա։ Մեր աչքերը այդպիսին են։ Մարդիկ տարբեր են տեսնում երանգները։ Եղել է այնպիսի մի իրավիճակ, երբ երկու մասնագետների նստարաններին իրար կողք նստել են
մի տղամարդու սիրուհիներ։ Ու մենք իդեալական, sense պրոֆեսիոնալ անցկացրել ենք այդ սպասարկումը, որպեսզի չլինեն ոչ մի տեսակի կոնֆլիկտներ, այո։ Օրինակ լինում են դեպքեր, երբ մի հաճախորդը գալիս է իր երեխայի հետ եւ կողքի հաճախորդին դա դուր չի գալիս։ Բողոքում է, բայց պետք է հասկանալ, որ հասարակական տարածք է, որտեղ կարան այցելեն բոլորը։ Եվ մենք չենք կարող դռների վրա երեխայի նկար փակցնել եւ վրան խաչ քաշելով, որ երեխայի հետ չի կարելի։ Այսինքն այնքան մանր հարցեր կան, որ սպասարկման մեջ շատ sense կարևոր է, հա, որ չես կարող, մեկը ինչքան է իդեալական անես, մեկը ինչ որ մեկը լինելու է դժգոհ։ Ամեն ինչը մեր մոտ одноразовый է։ Մենք մեր ախտահանումը իրականացնում ենք ավտոկլավով, բժշկական սարքավորումով, բայց ամեն դեպքում հաճախորդը կարող է պահանջի, որ մենք ցույց տանք մեր ավտոկլավը եւ մենք միայն ուրախ ենք դրանում, որ մարդիկ իրանց առողջությանը հետևում են։ Իրականում այսօրվա ամենակարևոր թեմաներից է, որ մարդիկ հասանեն կետին, որ պետք է հետևեն իրենց առողջությանը։ Տես խոսեցիր, դա ավելի շատ ծրահի հետ կապված էր, հա։ Ինչու ընտրեն ձեր սրահը, իսկ ինչու ընտրեն հենց քեզ որպես մասնագետ։ Ինչու ընտրեն ինձ։ Ես բարի եմ։ Ես շատ դրության մեջ եմ մտնում միշտ հաճախորդի։ Իմ սրահում մաքսիմալ քիչ են կոնֆլիկտները, ինտրիգները։ Մենք իրականացնում ենք սպասարկումը բարձրակարգ։ Ես լինում եմ սրահում ամեն օր, եթե իմ մասնագետը ինչ որ միտեղ փորձի թերանալ, ես միշտ այնտեղ եմ եւ կարող եմ օգնել։ Մենք իրար օգնում ենք, մի մասնագետ եթե շուտ է ավարտում, մյուսին օգնում, այսինքն ես այնպիսի միջավայր եմ ստեղծում, որ այդ կոնկուրենցիան չլինի։ Հաճախորդների մեջ անում եմ այնպես, որ մի հաճախորդ այսօր գրանցվեց այս մասնագետի մոտ, տվյալ մասնագետը այս ամիս ստեղ չունի, մյուսի մոտ է գրանցվում եւ այդ մասնագետներն իրար հետ չեն կոնֆլիկտավորվում, որովհետեւ հետո մյուս ամիս էլ այն մյուսի մոտ կգնա, հա, այսինքն իրանք խաչաձև բոլորի ձեռագիրը նույնն է։ Մի փոքր էլ խոսենք նաև այն մասին, ես տեղյակ եմ, որ դու նույնպես նախաձեռնել ես նկարել ոդքասթեր, ոնց եկավ այդ գաղափարը եւ ինչ նպատակ ունի։ Մի տարի արդեն տանջում է այդ գաղափարը ինձ։ Ես շատ եմ սիրում զրուցել իմ գոլեգաների հետ։ Հանդիպում ենք, զրուցում ենք մեր սրահում կամ իրանց սրահում կամ ինչ որ միտեղ, հա, նստած կաֆեում։ Եվ այդ գաղափարը եկավ, ասում եմ, հետաքրքիր է, իսկ եթե այս ամեն ինչը լինի կամերաների առաջ ու չլինի ինչ որ ստոպեր, չլինեն պատրաստված հարցեր, մենք ուղղակի զրուցում ենք ոլորտից, կլինեն վեճեր, կլինեն անհամաձայնություններ, կլինեն ինտրիգներ։ Տես իրականում նոր հայլու գաղափարն էլ իմ մոտ ծագել է հենց դրա համար, որ ես ուզում եմ հարթակ, որտեղ մենք կխոսենք ամեն թեմաներից, կքննարկենք առանց ավելորդ լարվածության, դու սկզբում շեշտեցիր ռուսերեն բառեր ես օգտագործում եւ այլն։ Ես ասացի, որ խոսի այնպես, ինչպես այսպես առօրյայում մեզ հիմա պակասում է անմիջական զրույցներ ու նոր հայլու նպատակը այս ամեն ինչը բարձրաձայնելն է, այսպես ասած մեր ներքին կուխնյան ցույց տալ նաև մեր հաճախորդներին, մեր գոլեգաներին, սկսնակ մասնագետներին եւ բոլորին, այսինքն մենք մոտիվացիայի աղբյուր, հա։ Քո դեպքում նպատակը ո՞րն է։ Նպատակս երևի բարձրացնել լիքը թեմաներ, որոնք ուղղակի ծածկվում են ոլորտի հետ կապված։ Բարձրացնել, զրուցել, քննարկել, տալ ընդհանուր քննարկման, լսել կարծիքներ, որովհետև մեր ոլորտը չի սահմանափակվում մի քանի մասնագետներով, ոլորտում գտնվում են հազարավոր աղջիկներ եւ բոլորը իրավունք ունեն իրանց կարծիքը արտահայտելու։ Եթե որոշում է կայացվում, ապա այդ որոշմանը պետք է մասնակցեն բոլորը։ Շնորհակալություն Կարինա ջան, իրականում շատ անմիջական զրույց ստացվեց։ Մեր էպիզոդի այս հատվածում ես տալիս եմ բլից հարցեր, այնպես որ առանց երկար մտածելու կարճ պատասխաններ եմ ակնկալում։ Սուրճ թե նախաճաշ։ Իհարկե սուրճ։ Հաճախորդի հետ շփվել թե լուռ աշխատել։ Իհարկե շփվել։
Անել այն ինչ հաճախորդն է ուզում, թե այն ինչ դու ես ուզում։ Այնինչ ես եմ ուզում։ Արագ ավարտել, թե ոչինչ, որ հաճախորդը մի փոքր էլ սպասի։ Այ արագ ավարտել։ Հետևել թրենդերին, թե քոնը ստեղծել։ Իմը։ Իհարկե իմը։ Բյութի ոլորտում աշխատող կինն ուժեղ է, որովհետև Համարձակ է։ ամենակարևոր դասը, որ ես սովորել եմ աշխատանքիցս դա, Համբերելն է։ եթե սկսեի նորից առաջին հերթին, Կսկսեի նույն կետից։ իմ հաջողության գաղտնիքը, Իմ հաջողության գաղտնիքը չհիասթափվելը, այս ոլորտը ինձ սովորեցրեց, որ չպետք է վստահել մոտիկ մարդկանց։ ավելի շատ պետք է հույսը դնել միայն քո վրա։ Հավես։ Այո։ Կարինա, քանի որ խոսեցինք նաև քո ոդքասթի մասին, բնականաբար դու արդեն մտածել ես ինչ հյուրեր հրավիրել, իսկ ում առաջարկես, որ մեր մոտ գա հյուր։ Շատ լավ, քանի որ ես OMC Արմենիայի շրջանակներում շատ բյութի մասնագետների հետ եմ շփվում, ընտրությունս երևի Սուսին կլինի, Սուսի Լաշը, շատ ճանաչված մասնագետ է ու շատ եմ իրան սիրում ու հավանում որպես մասնագետ։ Ալո, Սուսի ջան, բարև։ բարև ձեզ։ Կարինան Պետրոսյան մատնահարդար, հիշում ես։ Հա, կարճան, ասա։ Ո՞նց ես։ Լավ, լիվանց է, կարճան։ Սուսի ջան, հիմա ես հաղորդմանը նստած եմ, Նոր հայելի նոր հայելի podcast հաղորդմանը նստած եմ ու ինձ ասեցին բյութի ոլորտից ինչ լավ մասնագետ կառաջարկես, որ լինի հաջորդ մեր հյուրը ու ես պետքա սենց սպոնտան զանգեի ու ընտրել եմ քեզ։ Օ, շնորհակալ եմ։ Ես ուղիղ ու սիրուն ու բարդ եթեր եմ ցանկանում։ Ամենակարևորը թող քեզի քլիքը հաջողություն տա Աստված ու սենց հաղորդումների շատ լինեն։ Բարևում եմ ես հաղորդավարուհուն։ Շատ շնորհակալ եմ, ողջույնները, ձեզ լավ երեկո աղջիկներ։ Ու քլիքը սիրուն ու լավ մարդկանցով եթերներ։ Շնորհակալություն շատ, կսպասենք ձեզ։ Շնորհակալ եմ։ Դրկում եմ Կարինես։ Ես էլ քեզ։ Փակա։ Պակա։ Կարինա, շնորհակալ եմ շատ այս անկեղծ զրույցի համար, իրականում շատ անկեղծ անմիջական մթնոլորտ ստեղծվեց, վստահ եմ, որ մեր զրույցը շատերին կօգնի եւ մենք ունենք նվեր մեր հովանավորի կողմից 2 օրյա տուրի փաթեթ Հայաստանում կամ Վրաստանում։ Ձեզ մնում է միայն կապ հաստատել Best Friends տուրի հետ։ Ոյ, շնորհակալ եմ շատ։ Ես մի այլ կարգի սիրում եմ ճամփորդել, երևի իմ էջը ուսումնասիրելուց հետ արդեն նկատել եք ու իմ համար երևի շատ sense անակնկալ էր իրականում։ Առաջին հարցազրույցն էր, որտեղ նվեր են տալիս։ Հետի պետքա շեշտել։ Շատ շնորհակալ եմ։ Հետաքրքիր է, ես մոտ ժամանակներս անպայման կայցելեմ։ Քեզ բարի ճանապարհ, քեզ շատ լավ օրեր, թող որ քո նպատակները, այսպես ասած, ինչքան դժվարությունների միջով որ անցել ես, թող անցյալում մնա։ Վստահ եմ, որ մենք դեռ կհանդիպենք։ Ձեզ նույնպես շնորհակալություն սիրելի հետևորդներ, որ մինչ այս պահը մեր հետ էիք, շարունակեք հետևել մեզ, գրեք շատ կոմենտներ, մենք սիրում ենք լսել ձեր կարծիքները եւ իհարկե մենք ունենք ավանդույթ, որ ամենաակտիվ հետևորդներից մեկը կստանա նվեր մեր հյուրի կողմից։ Նվերը կլինի, եթե ձեր ակտիվ հետևորդը մատնահարդար չէ, ապա սպասարկում մեր սրահում, եթե մատնահարդար է, ապա 1 օրյա անհատական դասընթաց։ Շնորհակալություն շատ, այնպես որ հետևեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, կհանդիպենք հաջորդ էպիզոդում։ Հետաքրքիր էր։ Շատ։ Ես այնքան բան ունեմ խոսալու, պրոստը մեր եթերի մեջ չի տեղավորվի։ 5 տարվա աշխատողս ա մեջքիցս հարված էր, ինչ ասես եղել է։ Ողջույն, այսօր խոսելու ենք Best Friends Tour տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Բաբայանի հետ։ Դավիթ ջան, ողջույն։ Ողջույն։ Ուզում եմ մի քանի բառով ներկայացնես տուրիստական ընկերության պատմությունը, ինչպես հիմնադրեցիր եւ ինչ առաջարկներ ունեք։ Նախ ասեմ, որ ընկերությունը հիմնադրվել է 9 տարի կլինի արդեն, այս տարի օգոստոսին։ Հոբից դարձավ
հաճելի աշխատանք եւ արդեն սիրված աշխատանք։ Անունն էլ պատահական չենք ընտրել, Best Friends Tour, լավագույն ընկերների տուր։ Մեր կարգախոսն էլ հենց այդպեսին է, մեզ հետ գալով մեկ անգամ տուրի դառնում եք մեր լավագույն ընկերը։ Կներկայացնեք նաև ինչ ուղղություններով եք տուրեր կազմակերպում։ Ամբողջ Հայաստանի տարածքով ունենք տուրեր, բացառապես ամբողջ Հայաստանի տարածքով, Սյունիքից սկսած մինչև Լոռի, բոլոր մարզերով, քայլարշավներ, գաստրո տուրեր, նաև Վրաստանի տարածքում ունենք հետաքրքիր եւ տարբերվող էքսկուրսիոն ծրագրեր, հայկական պատմամշակութային կոթողներն ենք այցելում Վրաստանի քաղաքները, բացահայտում ենք հին հայկական մշակույթը։ Նաև այս տարվանից սկսած ունենք դեպի Եվրոպա խմբային տուրեր, հունիս ամսին նախատեսվում է Հունգարիա եւ Ավստրիա խմբային առաջին մեր տուրը։ Վստահ եմ մեր հետևորդներին կհետաքրքրի առաջարկը, կներկայացնեք նաև ինչու հենց ձեզ պետք է ընտրեն։ Իհարկե ընտրության հնարավորությունը շատ մեծ է։ Փորձում ենք ավելի մտերմիկ միջավայր ստեղծել տուրերի ընթացքում, որպեսզի նրանք եւս մեկ անգամ վերադառնան մեր տուրերին։ Բացի ստանդարտ սովորական տուրերից, մենք առաջարկում ենք նաեւ գաստրո տուրեր, նաեւ եւ տուրիստների եւ տեղացի մեր զբոսաշրջիկների համար։ Ես ինքս մասնագիտությամբ խոհարար լինելով հաճախակի նրանց համար տուրի ընթացքում պատրաստում եմ ուտեստներ եւ իհարկե համերգ տուրեր ենք ունենում եւ Հայաստանի տարածքում եւ արդեն Հայաստանից դուրս Վրաստանի տարածքում հիմնականում առաջիկա ամիսներին նախատեսվում է 3-ից ավել համերգ տուրեր Վրաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն շատ Դավիթ ջան, որ ներկայացնեցիք։ Շնորհակալ։ Ավելացնելու ինչ-որ բան ունեք։ Այո։ Միացեք մեր տուրերին, դարձեք մեր լավագույն ընկերը։